համախմբել ազգին ժամանակին, այսօր կարող ենք այդ համախմբումը իրականացնել։ Ուրեմն պատմականորեն մենք երբ համախմբել ենք, հաղթանակ ենք տարել։ Այո։ Առավել ևս, որ ազգինը իր ազորությամբ, իր մեծությամբ կարողացավ այսօր կարող ենք այսօր վազգեններ չունենք, ոնց համախմբենք։ Այսինքն ոնց համախմբենք։ Ազգը գիտակից ազգ է բոլոր ճակատագրական պահին պիտի համախմբենք։ Ճակատագրական պահներ համար մենք պիտի կարողանանք համախմբենք։ Առաջնորդներ են պետք ազգին համախմբելու համար։ Ես իմ բաժին առաջնորդում եմ երկրապահ։ Իսկ հիմա մեզ համար ճակատագրական պահ չի, Արցախը կորցրել ենք, Հայաստանն ենք մաց-մաց կորցնել։ Ես ուրեմն ելել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից։ Ինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում։ Արցախը ով է կորցրել, գնա իրան ասա։ Դուք ավելի մոտ եք, համար եմ ասում։ Մոտ եմ, ես այդ տականքներից չեմ ուզում, զզվում եմ իրանցից։ Ով է կորցրել։ Նո։ Ով է կորցրել։ Չտեսակ ով կորցրեց։ Չտեսակ ինչ արին։ Դա Փաշինյանի ժամանակահատվածում կորավ, այդ տեսա։ Լավ, դու ուզում ես միշտ տանես ուրիշ դաշտ, հերիքա, ցավը տանեմ, հերիքա, մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի, մի քանդեք ամեն ինչ, առանց հետ էլ քարուքան դեղացա, համախմբեք, նա համախմբան, ես իմ գործնեության, եթե թերացում կա, ասա պարոն Միքելյան, դու ես բանը սխալ ես արել։ Դուք ինչ եք անում, որ համախմբեք կոնկրետ հիմա։ Ես այսօր մեծ խնդիր եմ տենում մեր պետական սահմաններում, Շուշի դու կարաս գնաս, քելա իրար Դուք էլ եք ասել եք երազանքն Եթե դու այդպես որոշեք, հեմի չեն գրակի, քելը կեթանք Շուշի, կարաս գաս, իսկ առաջնագծում կանգնածա մեր զինվորն ու գնում ենք մենք առաջ։ Ընկեր, ես քեզ մի հատ բան ասեմ, ես եղել եմ հրամանատար, նույն գործս անում եմ։ Այն հետևի հաչացողներ էլ բանի տեղ չեմ դնում, որտեղ իմ գործ չեմ տալիս, որ քիչ ազատ զոհի չեմ։ Լսում եք։ Ես այսօր վտանգ եմ տենում մեր պետական սահմաններում, ես գլուխս կախ, ում հետևից ես խոսում եմ թողոսա, ժամանակը ցույց տա։ Էլի պատերազմի վտանգ տեսնում եք։ Լավ, այդ բերեք ժողովրդին բացրիկ։ Եթե մենք համախմբված ենք, պատերազմի վտանգ չեմ տենում։ Ուղղակի են կրակում այդ դեպքում։ Չգիտեմ, դա ես էլ չեմ։ Երեկել են կրակել, ուղղակի են կրակում այդ դեպքում, ինչ են կրակում։ Ինչ որ բան ուզում են, չէ՞ որ կրակում են։ Ինչ որ բան կա, ես էլ չեմ պատկերացնում ինչ են ուզում։ Բայց պիտի հասկանանք, համ կրակում են, համ բան, համ էլ ասում եք, ախր ոբշում լավ։ Ծաղիկ բերեք։ Այդ որ ասացիք համախմբում եմ, այդ Ես ուղղակի եմ եղել ժողովրդին։ Որտեղ երկրապահի մեջ էլ կան տարբեր տարանջատումներ, տարբեր քաղաքական հայացքներ։ Երկրապահն այսօր շատ հզոր է։ Եթե ունեք տարբեր հայացքներ ունի, իմ մարտական ընկերներն են իրանց խնդիրն ով ինչ հայացք ունի։ Ես այս հայացքն եմ, ես զբաղվում եմ երկրի սահմանների պաշտպանությամբ։